Աշխարհի ամենաջեմ եւ ամենաճաշակով հետևորդներին ասում եմ ողջույն Վարդենիսից։ Ես գտնվում եմ մեր տան երկրորդ հարկում, սա պոպոքի ծառ է, ընկույզի ծառի ներքո վայելում եմ սուրճ, առավոտյան ժամը 8:30 է։ Մաման, պապան Վահանին տարել են, թե ուր չգիտեմ, իմ համար էականը որ Վահանին տարել են։ Մի խոսքով շատ մաքուր, շատ հաճելի եղանակ է սուրճ վայելելու, այսինքն ես էլ պահ բնականաբար բաց չեմ թողել եւ դուրս եմ եկել այս դրախտավայր վայելելու սուրճը։ Այսինքն ճիշտն ենք, որ կարողանանք անցնենք ու եկեք ես ձեզ ցույց տամ, թե որտեղ եմ մա սուրճ խմում։ Տեսեք թանկագիններս, այստեղ, այսինքն փոքրիկ դրախտավայր է, որտեղ էլ եւ ես վայելում եմ իմ սուրճը։ Մեր տան բակում նստած դիմահարդարվում եմ կատարյալ լռության ու մաքուր օդի մեջ։ Չգիտեմ ես ոնց բառերով մանա նկարագրեմ, թե ես ոնց եմ վայելում Վարդենիսում լինելու ամեն մի պահ ժողովուրդ։ Չգիտեմ, երևի հուսամ վլոգով կզգաք։ Այսպես։ Եվ իհարկե, այսպես։ Եկան։ Վե։ Արի գրկեմ։ Իսկ հիմա վայելում եմ հարիսան, որը պատրաստել է պապան հատուկ իմ համար ու այս գործում պապային հավասարը դեռ ես չեմ տեսել։ Մի քիչ զոր բան էլի, որ խլիսան կարողանա։ Պապ, կա, բա ռեստորաններում քո կարծիքով կանգնում են 1000 ժամ։ Փայտից բանով շերեփը։ Դա խատիկ մատիկ չէր մնա մեջ։ Էդի բան էր, որ դու թալեցի։ Պապ, լսի, վստահաբար սենց ավելի համով է, քան հարիչով մանրացրած։ Դու սենց փայտից շերեփով հարգելի հետևորդներ, պապան խփում է, այնքան մինչև սրանք բացվում են։ Բայց ես խոստանում եմ, որ մի անգամ էլ երբ որ գամ, պապան կպատրաստի նենց, որ մանրակրկիտ կնկարեմ սկզբից մինչև վերջ։ Անմահական հարիսայա։ Նմանը չունեցող։ Ես դու թողել եմ մազման կրակյուրը, միշտ չէ, ավելի ալտ։ 9 կիլո ծավալ է դացել մեր խազում։ Մեկի դգնով սիվտակից մեր խուպաչ։ Մի խատ խավակ թան։ Ես 1 կիլո ծավալի մի խատ խավակ թան։ Մարդ չէ, որ խավով կլնի։ Ընդիջա, իդեալական։ Տանում ենք տատիկին այդ ֆանտաստիկ հարիսայից փայ բաժին ենք տանում։ Վահանը տատիկի տանը տեսել է պիրատների գիրքը։ Վահան, հլա օրես սիտիկներին նայենք։
Ой, ծիտիկը ողեցավ։ Բաչի, մուտեմ, շատ խելոք է այստեղ են, շատ։ Վահանին իր սիրելի հացն է գնել։ Կա, պապիկը։ Պապիկն է կա։ Մեկն քոքոտնով դիտա, մեկն էլ բալես։ Մար, քեզ է Պապախտոն զատնակ ուտելու, չեմ ամ։ Օրից։ Սաջու, պապիկին ասաջու։ Պապիկը գնում է խանութ համով բաներ առնել։ Եվ իհարկե առանցին սիրելի վայրի։ Ուր ա ձուկ։ Չկա։ Հա։ Հա, տեսա, բայց չգիտեմ կվերցնի կամերան թե չէ։ Հա, երևում են, լավ էլ երևում են։ Սա էլ արդեն իմ մշտական հետևորդները գիտեն Սուրբ Վարդան սրբատեղին է։ Սրա մասին բազմիցս խոսել եմ։ Այրի։ Էգոն։ Դուր վահան, հացիկ։ Опа. Опа. Պատրաստ։ Տես, վահան այստեղ։ Опа. Մինչ ծնողներս այնտեղ Վահանն են զբաղացում, ես այստեղ նկարահանմամբ եմ զբաղված։ Այս սիրուն չքնաղ տեսարանի մոտ։ Ինչ սիրուն նա։ Հարգելի հետևորդներ, շատ տարիներ առաջ, երբ ես դեռ փոքր էի, ստեղ սենց ջրվեժ էր, սիրուն ջրվեժ էր։ Պապ մարեստականորեն են փակել այդ ջրվեժը, թե էլ չկար ջուր։ Պատկերացնում եք, չէ, ջրվեժի տակով պետք էր անցնել, որ հայտնվեինք այստեղ։ Ահա։ Իսկ հիմա ինչպես տեսնում եք, ոչ մի ջրվեժ էլ այլևս չկա։
Վահանին հիմա ընդհանրապես այգուց տուն տանել չի լինում, քանի որ հենց մի անգամից ցենց մեր տունը բացվում է, այս այգու մեջ կարելի ասել։ Համարյա ցանկապատ էլ չառանձնացնում մեզ իրարից։ Հենա նկատեց, որ իրան եմ նկարում, նկատեց, որ նկարում եմ, հեսա կգա։ Արի գրկեմ։ Գրկեմ։ Ты что? Մատպաչիկան ես։ Իսկ հիմա թանկագիններս որոշեցի, որ անպայման Վահանին նաև պետքա բերեմ այն եկեղեցին, որտեղ ես եմ մկրտվել, որի երգչախմբում նաև երգել եմ։ Այս քամին հույս ունեմ թույլ տալիս է, որտեղ ես առանց տեսախցիկ եմ, հեռախոսով եմ նկարում։ Սա մեր չքնաղ եկեղեցին է Սուրբ Աստվածածին, նայեք։ Էս էլ իմ չքնաղ տղեն է։ Վահանը եկեղեցի միջալոց շատ սկսեց սիրել, շատ մեծ սիրով ինձ հետ այցելում է, մտնում է ներս լուր եկեղեցիները, ինչի համար ես անսահման ուրախ եմ։ Հիմա մի հատ ստեղից ջուր խմենք, տատիկն էլ միանա մեզ ու մտնենք եկեղեցի։ Մի հատ նայեք ինչ սիրուն եկեղեցի ունենք մենք, ուղղակի չքնաղ։ Ես մաման վարի, մնացածը Վահանը վարի։ Դե դիր մոտիկը չվարվի, մոտիկը չվարվի։ Դու էլ արա։ Թանկագիններս ինչպես տեսնում եք, մեր օրը ավարտվում է գիշերային Վարդենիսում, դե բնականաբար էլի նույն զբոսայգում են գտնվում մեր տանը մոտ։ Տեսեք, ոչ միայն հենց ընդհանուր այգին է լուսավորում, այլ նաև ճեմուղիները, որով պատկերացնում եք, թե ինչքան հաճելի է այս ժամերին երեկոյան լուսավորված այգու մեջ քայլել, շնչել մաքուր օդ։ Եղանակը, ինչպես կռահում եք իմ հագու կապից բավականին զով է, բայց հաճելի զով է։ Վահան այստեղ մոտակայքում խաղում է, ես էլ որպեսզի քամի չլինի, պատս պարվել եմ Վիկտոր Համբարձումյանի արձանի տակ եւ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս վլոգը մինչև վերջ դիտելու համար։ Հույս ունեմ, որ ձեզ հետաքրքիր էր, թե ինչպես է անցնում իմ 1 օրը Վարդենիսում, այո, այսպես է անցնում։ Ինչ-որ բան մտածում ենք, գնանք մի տեղ, անցկացնենք ժամանակ եւ ամենակարևորը դա կատարյալ հանգստության մեջ է լինում, որ ոչ մի տեղ չես շտապում, ոչ մի պարտավորվածություններ չկան, լարվածությունը 0 եւ քանի որ այստեղ այդ աղմուկը մշտական լարվածությունը բացակայում է, ժամանակը ընթանում է շատ դանդաղ։ Այսքանը թանկագիններս, եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք շատ շուտով արդեն երևանյան շոկ վլոգներով։ Բարի գիշեր։ Քնեց Վահանը գցում։